Բարև սիրելիներս, այսօր նոր վլոգ էի տեղադրել, հիմա նորից նոր վլոգի սկիզբ եմ նկարահանում։ Հիշում եք, որ 2 տեսանյութ առաջ ես ցույց էի տվել, պատվիրել էինք Մակդոնալդսից ավոկադո տոստ։ Հիմա ուզում եմ փորձեմ տանը պատրաստեմ այդպիսի ավոկադո տոստ, մանավանդ երբ որ տանը ավոկադո տոստ կա, մեկ անգամ պատրաստել եմ, հիմա նորից ուզում եմ Մեզ մոտ արդեն երեկո է, դա կլինի իմ ընթրիքը, չնայած որ Մակդոնալդսում դա որպես նախաճաշ էր մատուցվում։ Իրոք շատ համեղ էր, հիմա միասին կպատրաստենք։ Մեզ անհրաժեշտ է սալատ, ավոկադո, ավոկադոյի 1/2-ը, այսինքն կեսի 1/2-ը, 1/4-ը, հավկիթ, մայոնեզ և տոստի 2 հաց։ Մենք այտենց կլոր հաց չունենք, դրա համար կօգտագործեմ տոստի հաց։ Ու մոռացել էինք լոլիկ։ Հիմա հացի վրա կքսեմ մայոնեզ, 2 հացի վրա էլ քսում եմ, որ սոուսը 2 կողմից է լինի, բայց իրականում սենդվիչի մեջ մայոնեզ չի գնում, այլ ուրիշ սոուս է գնում, բայց քանի որ այդ սոուսից չունենք, դրա համար կօգտագործեմ մայոնեզ։ Այդ սոուսը ինչ-որ ֆրանսիական սոուս է, դեղնուցից պատրաստված։ Հիմա միանգամից ավոկադոն էլ կկտրեմ ու կտրորեմ, տեսեք թե ինչքան լավ ավասած ավոկադո էր ու շատ ինքը քաղցր յուղալի ավոկադո էր, լավն էր։ Կտրորեմ, վրան կավելացնեմ միայն ներքևի հատվածն է լինելու ավոկադոն։ Ավոկադոն կհամեմեմ աղով եւ սև բիբարով, ոչ շատ, ուղղակի մի քիչ։ Եվ ավոկադոյի վրա հետո կդնեմ սալաթը մանր կտրտված։ Նայեք ինչքան գեղեցիկ է կտրվածքը։ Դե ինձ բարի ախորժակ, դուք կարող եք փորձել, ինքը իրոք շատ համեղ է։ Ավոկադոն աղ, սև պղպեղ եւ ձվի վրա էլ եմ մի փոքր աղ եւ սև պղպեղ ավելացրել, ավելի համեղ լինի։ Եվ այսպես սենդվիչը իմ պատրաստ է։ Նշեցինք, վերջացրեցինք, հիմա դուրս ենք եկել զբոսանքի, մեզ մոտ Մարիա մոտ է, Արմենս է իր մեքենան վերցրեց, դրա համար դրանով է դուրս եկանք։ Անցած վլոգում ցույց տված նոր գնված կոշիկներն են հագը ու տեսեք թե ինչքան հարմար է իրեն համար, դրա համար սենց լավ վազում է։ Արմեն Հելնայ մամայի Մեզ մոտ շատ կամանց անձրև է գալիս, ինձ համար սուրճ պատրաստեցի, չգիտեմ ժամը անգամ քանիսն է 9-ն է երևի, ամուսինս ասաց դուրս գամ, չգիտեմ ինչի համար, դրա համար սուրճով էլ հենց դուրս եկա, անգամ գթալը չանեցի, հենց նոր եմ պատրաստել։ Ամուսինս ուզում է մեքենայի ղեկը փոխի, դրա համար ես եկել եմ իրան կօգնեմ։ Հիմա ինքը փորձում է ներքևը անցկա, այդ անցքյավ պետք է սխմես, ղեկի անվտանգության բարձիկն առանձնանում է ու կարողանում ես ղեկը հանես, բայց ամուսինս չկարողացավ, դրա համար օգնության հասա ես ու ես կարողացա հանել։ Հա, վայ ճիշտ է։ Ես եմ հանել, այս ռույլը ես ինքս հանեցի։ Նա BMW-ի ռույլել եմ հանում։ Ուզում ենք մեքենաների ղեկը փոխենք, մեքենայի ղեկը փոխենք մի խոսքով։ Բարև սիրելիներս, մեզ մոտ ժամը 9-ն է, ճուտիկս ուզես չոփանանի, դրա համար ինքը չոփանականի, ես էլ հանգիստ կպատրաստվեմ, ես ջրի մեջ ինքը կխավա, կլվացվի, հիմա կանջատենք ջուրը, մինչև ես պատրաստվեմ օրը կիրակի է։ Նայեք, թե ես ինչքան այտուցված եմ արթնացել, որտեղ 3 ձմերուկ եմ կերել, ու հիմա ֆիքշնում եք ինձ սենց, հեսա մի քանի րոպեից էլ չեք հիշի, կանենք մերսում դեմ ունեի ու մերսման գնդակ ունեմ, սկզում իտ մերսում գնդակով ես հատվածները։ Քանի որ այդտեղի մկանները լարվում են ու ավտոմատ ինքը լիմֆատիկ հանգույցներում այտուցը
ավելորդ հեղուկը մնում է, օրգանիզմից դուրս չի գալիս։ Դրա համար սկսում ենք այդպես, այդտեղ էլ կան լիմֆատիկ հանգույցներ, հետո պարանոցի շրջանում կան բավականին շատ լիմֆատիկ հանգույցներ։ Տեղից աշխատելով ինքը դեմքի այտուցը իջնում է։ Հիմա ականջներիս հատվածն եմ շարժում, ականջի հետևում էլ գտնվում լիմֆատիկ հանգույց։ Բոլոր շարժումները նուրբ շարժումներ են, չենք ցավացնում, կոպիտ շարժումներ չենք անում։ Հիմա յուղ եմ քսում իմ դեմքին, կարող եք ուղղակի սովորական կրեմ կամ ինչ-որ սերում օգտագործեք։ Նենց մի բան, որով կարողանաք հեշտությամբ մերսում անեք ու ձեր մաշկը չքաշվի, ավելի չվնասվի։ Շատ հաճախ սոցցանցերում տեսնում եմ դեմքի մերսումներ։ Մի մասը պնդում է, որ մերսումները կարող է դեմքը բարելավել, այտուցները իջեցնել։ Մյուս կողմից էլ որոշ պլաստիկ վիրաբույժներ պնդում են, որ մերսումը ավելի վատ է անդրադառնում մեր դեմքի մաշկի համար ու կարող ենք մերսումներով վնասել մեր մաշկը, ավելի շուտ կնճիռներ առաջանան։ Իսկ որոշ մերսման մասնագետներ ասում են, որ միշտ ապեք վիրահատությանը, շատ բաներ կարող ենք մերսումով շտկել։ Իսկ դուք ինչ կարծիք ունեք։ Դեմքի մերսումը օգնում է, թե պարզապես ժամանակավոր արդյունք է տալիս։ Գրեք մեկնաբանություններում, ինձ շատ հետաքրքիր կլինի կարդալ։ Ես լվացվեցի։ Ինչ կարծեմ։ Կա էֆեկտ, իմ կարծիքով այտուցը բավականին իջել է ու հիմա օրվա ընթացքում էլ մի քիչ որ շատ շարժում եմ, այտուցվածությունը դուրս կգա։ Իջերը կոֆեով ձմերուկ կերալը, սա է արդյունքն։ Ինձ թվում է, բայց բավականին իջավ, կերեք մեկնաբանությունը։ Ես այդքան էլ այտենց չեմ ոնց կա, այտենց ավելի դուք իմանաք, հիմա դու ցույց կտամ ու հիմա նայեք, համեմատեք, չափ այտուցվածությունը չէ։ Հիմա արտարում եմ կլիմանը։ Արմեն, Հելենայի։ Իմ Արմենի լուքն է։ Խարքը թվը պերսինց տնե։ Դու, հելի բայց մի հատ մամային նայ, հելի կանգնի մնը վրա մամային նայ, հելի պտտվի մամային նայ։ Շատ սիրուն ես դու, շատ։ Քանի որ ամուսինս տանն էր, մենք միանգամից առավոտյան դուրս եկանք ու տեղ ենք գնում։ Հիմա Մակդոնալդսից կվերցնենք նախաճաշը, ինձ կոլազրո են վերցրել, ճուտիկից ձու ենք վերցրել, նարնջի հյութ, ավոկադո տոստ։ Մենք եկել ենք պիրամիդե քոգել, այստեղ առանց Արմենի մեկ անգամ եկել ենք, հիմա արդեն Արմենով դիք ենք բարձրանում, մարդիկ հեծանիվներով այս սարը բարձացել են, իսկ ես դիք չեմ կարող բարձրանամ։ Սա Ավստրիայի ամենահայտնի դիտակետներից մեկն է ու այստեղից շատ գեղեցիկ տեսարան է բացում դեպի լիճը ու շրջակա լեռները։ Դուք կբարձրանաք այսքան բարձր աշտարակ, թե վախենում եք բարձրությունից։ Քանի որ երեխայի հետ ենք, դրա համար վերելակից կօգտվենք, բարձրանում ենք 10-րդ հարկ, իսկ 10-րդ հարկից հետո կբարձրանանք մինչև 12-րդ հարկ։ Շատերը կարծում են, որ աշտարակը պատրաստված է երկաթից, բայց ինքը համարվում է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակը։ Իր բարձրությունը 100 մետր է, իհարկե ներսում կա պողպատե ամրացումներ, բայց ինքը միևնույն է համարվում է աշխարհի ամենաբարձր փայտե աշտարակը։ Պատսուն 4 մետրի վրա ենք, հիմա ցույց տամ տեսարանը։ Վաու։ Վերջին հարկն է սա։ Այս հարկը 10-րդն է, 9-րդ հարկում ենք արդեն։
Սա արդեն փակ է։ Վաու։ Զգում է թե Aber ինչ ամուխը ներքի գնում։ ճուտիկ լավ է թե վախենում ես։ Auto. Չէ, հա։ Աուտո, ինքը իր աուտոն։ Երելակով վարչեցանք, բայց կիչնենք ոտքով, այսինքն ամուսինս ու Արմենը կիչնեն ոտքով, իսկ ես կիչնեմ սղարանով։ 5 եվրո է մեկ տոմսը սղարանի, երկարությունը 120 մետր, 25 կիլոմետր ժամարագությամբ ենք սահում, 20 վայրկյան է տևում սահել, ես հենց տեղում գնեցի, ես կասարում չէի գնել այդ տոմսը։ Danke. Alles gut? Ja, gut, danke. Շատ լավն է, բայց գլուխս պտտվեց, անկեղծ պետք է դանդաղ վեր կենաս, մի տեսակ ոնց որ սենց օդի մեջ լինես, հիմա կսպասեմ, որ ամուսինս իջնի երեխայի հետ, ընդամենը 5 եվրո էր տոմսը, մենք ներքևում չենք գնել, դրա համար վերևից գնեցինք, շատ լավ է, շատ ուրախ եմ, հաջորդ անգամ վերևով կիջնեմ, մի անգամից դուրս, այս անգամ ստաղան այդքան է շատ էքստրիմ չէ։ Ղուտչն, արի դե ձևը ցույց տամ, որ բարձրանալու, արի։ Արի ղուտչն, արի։ Մոռացավ ղուտչնը։ Բեայի վրա ուզում ես ստացես բեա։ Էսա բեա։ Էսա բեա չմենակ ալբում տղեն։ Ուժեղ, միննա բա։ Վայսի։ Դե գլխարկը ուղի։ Շիշը դեպրը։ Ой, смело, а? Ура! Yeah! Yeah! Jana! Ура! Jan! Նայեք, թե ինչքան բարձր այս պիրամիդեն հեռախոսի մեջ կադրի մեջ չի տեղավորվում Վաու Աբե տեսարանը վերջն էր Էստեղ էլ անտառն է, ջուտս էլ դեռ պտտվում է Արմեն Արի պապակ։ Ay, Judy, Adi. Young Adi. Woo, langsam. Ura! Ser Galisa. Արի։ Ja. Wow! Super! Գրված է երեխաների խաղալու հրապարակ, շները պետք է սպասեն դրսում։ Կանգնեցինք բենզալացակայանի մոտ։ Հիմա պաղպաղակ կառնեմ։ Լավական կզավես։
Filmova. Anstelle. Haftbefehl am 1. August in der Mieterstadt in Wien. Sein Kraftwerk. Ist das normal? Der Krone hält sich. Սիրելիներս, մենք վերադարձել ենք տուն, հիմա արդեն սուրճ եմ պատրաստում, դրսում խորոված են անում, ցույց կտամ, սեղան կդնեմ, որովհետև ճուտիկից քնելու ժամն է, ես կբարձրանամ վերև, սեղան կդնեմ, որ իրանց ուտելուն արդեն սեղանը պատրաստ լինի, խորոված բանջարեղենը կլինի, նոր կբարձրանանք, էդի կսարքեմ, արանքից ոնց որ ասում ենք կհանեմ ու նոր կբարձրանանք տուն, վերև, սենյակ։ Այս էլ սուրճը, հիմա կտանեմ, ես չեմ խմում սենց սուրճ։ 3 սոխ էի մաքրել, միսը համեմելուց սոխ էր պետք, բաստուրմա դնելու համար, հիմա այս մնացած միս սոխը կկտրատեմ, կեսը կթողեմ, որ խորովածի հետ ուտեն, կեսն էլ այդ բանջարեղենի համար կկտրատեմ։ Ես հիմա սոխը կտրատեցի, հիմա կտապակեմ, մինչև բանջարեղենը լինի, մի քիչ կտապակեմ, շատ չեմ տապակի սոխը։ Որ դուրս էինք եկել զբոսանքի, ահա որ ուժեղ անջրա գալի, վազեցինք տուն, շուտ լավ էր մոտիկ էինք տանը հետ եկանք, մի քիչ լավ էր զբոսնեցինք, հիմա կգնանք ճուտս կքնի, ցերեկվա քուն կմտնի։ Մեզ մոջամը 9-ը նոր բիլինգ էի գնել դենից, հիմա բիլինգ կանեմ, կսպասեմ մի քիչ ու նոր կմտնեմ լողանալ, ուզում եմ լողանալ, մազերս կհյուսեմ ու կքնեմ, ուզում եմ բաղ մի քիչ խոճուճ մազեր ունենեմ։ Ես լվացա մազերս վերջացա, եկապսել եմ մաքրել, չորացրել եմ, հիմա կօգտագործեմ այս մազերի լասյոնը ու կհյուսեմ, ներքևը խոնավ է, տենց ինքը ամբողջությամբ չորացրած չի, կհյուսեմ, որ վաղը գանգուր մազեր ունենամ, չգիտեմ ինչքանով կմնա։ Մազերս հյուսեցինք, հիմա կտեսնենք վաղը ինչ եղավ, ոյ ափսոս սենց չեմ հյուսել վերևից։ Մի խոսքով կտեսնենք, թե վաղը ինչ կլինի։ Դե մենք գնանք քնելու,
կհանդիպենք առավոտյան։ Սիրելիներս, սա իմ մազերը գեղեցիկ են ստացվել գրեք մեկնաբանություններում։ Հիմա ասեցի նկարեմ, որովհետև հետո հնարավոր է որ քանդվի ու ինքը չմնա իր տեսքը չունենա։ Այսպես տեսքը այսպես է։ Դե ինձ սիրելիներս այսօր այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքին, գրեք մեկնաբանություններ, դրեք ձեր լայքերը, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն։